Սրտանց փարթանք Տիրոջը սիրելի քույրերներ։ Մենք բոլորս էլ շատերը երկար տարի հավատքի մեջ ենք, բայց հոգևոր կյանքում կան բաներ, որ մենք պետք է լավ սովորենք։ Ես մի 3 համար եմ ուզում կարդալ եւ այդ համարների վերաբերյալ խոսենք։ Առաջի համարը կարդում եմ Եսայի մարգարության 5:13-ը։ Եսայի 5:13-ը։ Անոր համար իմ ժողովուրդ Տերը չճանչնելով գերի կինան։ Անոր մեծամերձ մարդիկ սով կգրեն եւ բազմությունը ծարավից կցամաքի։ Իմ ժողովուրդ Տերը չճանչնելով գերի են ընկնում։ Անոր մեծամերձ մարդիկ սով են կրում եւ բազմությունը ծարավից ցամաքում։ Երկրորդ համարը Երեմիա մարգարության 9-րդ գլուխ 23 խոսք։ Երեմիա մարգարության 9:23-ը։ Տերը այսպես կսե. Իմաստունը իր իմաստունով չպարծենա, զորավորը զորությունով չպարծենա, հարուստ իր հասունով չպարծենա, հապան որ կպարծենա, ասո թող պարծենա, որ կհասկնա, զիս կճանչնա, գիտի թե ես եմ Տերը, որ երկիրա ողորմություն, իրավունք, արդարություն կենեմ, բայց ես ասոնց կհաջիմ կսե Տերը։ Նորից ուզում եմ կարդամ։ Երեմիա 9:23-24։ Տերը այսպես կսե. Իմաստունը իմաստունով չպարծենա, զորավորը զորությունով չպարծենա, հարուստ իր հասունով չպարծենա, հապան որ պարծենա, թող սրանով պարծենա, որ կհասկնա, զիս կճանչնա, գիտի ես եմ Տերը, երկիրա ողորմություն, իրավունք, արդարություն կենեմ, քասե ասոնց կհաջիմ կսե Տերը։ Երկրորդ Կորինթացիս 8:9։ Քանզի դու գիտեք մեր Տեր Հիսուսի շնորհքը, թե ինքը ձեզի համար աղքատ եղավ, անոր հարուստ է, որպեսզի դուք անոր աղքատանալով հարստանաք։ Նորից եմ կարդում ուշադիր լսեք։ Քանզի դու գիտեք մեր Տեր Հիսուսի շնորհքը, թե ինքը ձեզի համար աղքատ եղավ, անոր հարուստ է, որպեսզի դուք անոր աղքատանալով հարստանաք։ Ճանաչել Քրիստոսի աղքատությունը։ Մենք շատ սուրբ գիրք ենք կարդում, աղոթում, պաշտամունք մասնակցում, բայց ինչքան ենք հասկանում նրա աղքատությունը, ինչքան ենք ճանաչում նրա հոգևոր աղքատությունը, ինչքան է բացված մեզ դա հասկանալ ու ճանաչել։ Եղբայրներ, քույրեր, մարդ արարածը, եթե իրան հավիտենական սիրով սիրողին չի ճանաչում, նրա աղքատությունը չի ճանաչում, նա ոնց կարա նրա հետ ապրի։ Նա չի կարա նրա հետ ապրի։ Օրինակ, ես նայում եմ Սուրբ Գիրքը, շատ հեշտ Եդեմական պարտոզում կուլ տվեց Ադամին եւ այն սատանան։ Բայց Հոբին այդ ահավոր տառապանքի մեջ չկարծավ կուլ տար։ Նա նենց տառապանք ապրեց, որ երկրի վրա տես մարդ չգիտեմ, էլ ուրիշ մարդ կա, որ ապրի 10 երեխանա ունեն մահանա, ինքն էլ որդնի եւ լրիվ աղքատանա։ Աղքատ Ղազարոսից ավելի վատ վիճակ։ Այս մարդին քիչ կարողացավ սատանան կուլ տար։ Ինչու չկարողացավ։ Ես խորը համոզված եմ, նրան բացված էր Քրիստոսի աղքատությունը։ Ուզում եմ ցույց տալ ոնց է բացված։ Նրան բացված էր Քրիստոսի աղքատությունը, սիրելիներ։ Եվ կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, հանդիպում ենք այդ համարին։ Ոնց գիտեմ իմ փրկիչս ողջ է։ Անիկա վերջին ժամանակ պիտի լինի երկրի վրա։ Իր փրկիչը ողջ է, նա իր փրկիչին ողջ է տեսնում։ Եվ ասում է վերջին ժամանակ պիտի լինի երկրի վրա։ Հոբի 19:25-26-ը։ Թե մորթեն եթե այս էլ փչանա, բայց իմ մարմնովս Աստված տեսնեմ, ուրիշ մարմնի մասն է խոսքը։ 25-26 9-րդ գլուխ։ Ոնց գիտեմ իմ փրկիչս ողջ է։ Նա ճանաչում էր Հիսուսի աղքատությունը։ Նա վերջին ժամանակ պիտի լինի երկրի վրա։ Հին ուխտի բոլոր սուրբերին բացված է Քրիստոսի խաչելությունը։ Ուզում եմ ցույց տալ Սուրբ Գրքի մեջ։ Հին ուխտի բոլոր մարդկանց բացված է Քրիստոսի խաչելությունը։ Ձեր հայր Աբրամը ցանկացավ իմ օրերս տեսնել, տեսավ եւ ուրախացավ։ Հովանի 8:56-ը, Հովանի 8:56-ը։ Ձեր հայր Աբրամը տեսավ։ Եղբայրներ, քույրեր, երեխային զոհ անելը դա ամեն մարդի խելքի բանը չի։ Քեզ ծեծեն, հալածեն, ուրիշ բան է, բայց քո երեխային դնես մորթես, սա մարդի ուղեղից դուրս բան է։
նա Քրիստոսի տառապանքները տեսել էր աղքատությունը եւ խորը գնահատում էր։ Ես խնդրեմ, որ Սուրբ Գիրքը կարդում, Հիսուսի ծնունդից ուսումնասիրեք մինչև հարությունը։ Օրինակ ինձ զարմացնում է Քրիստոսի 30 տարին։ 30 տարի նա Հովսեփի ձեռքի տակ հույսնություն արեց, սովորել է։ Բայց մի օր ցույց տվեց, որ ինքը Հիսուսն է։ Ինչքան էր ուրացել իր անձը։ Ինչքան էր աղքատացել Քրիստոս։ Ինչքան էր ցածրացել Քրիստոս։ Մենք սա չենք տեսնում։ Դες ձերքի արարիչը, դες ձերք արարելա, բայց ծնվելու տեղ չունի։ Դու պատկերացնում եք դա։ Ում համար, իմ նման մի հատ մեղքի դիակի համար։ Մենք մեղքի դիակ ենք եղել։ Բոլորս մեղքի մեջ մեռած ենք եղել։ Հավիտենական մահվան մեջ ենք եղել։ Չենք էլ հասկացել ինչ բան է հավատք։ Նա անցել է մեր կողքով, կենթանացրել է իր համար։ Ասենք փառքես։ Փառքես Հիսուս։ Կենթանացնել դու իր հոգով աղոծել։ Գնահատեք նրա արածները։ Գնել է քեզ իր այրունով, գնահատեք իր արածները։ Քեզ մկրտել է, որ դու իր հետ մեկ մարմին լինես։ Հիսուսի արածը գնահատի եւ դա դու ստանում ես իր աղքատության շնորհիվ։ Դու չես ստանում քո բարությունների շնորհիվ։ Դու էության տշնամի ես Աստծուն։ Դու մեղքի բնություն ունես։ Դու մարմնավորեակ ես։ Դու տշնամի ես էության Աստծուն։ Բայց նա հավիտենական դարից առաջ քեզ սիրել է։ Ես այս համարը, որ առաջի անգամ կարդացի, Սուրբ Հոգին, այս համարը, որ ես հավատամ, մինակ սրտանց հավատալ, Աստծո խոսքին հավատալ։ Ինչքան հավատում ես Աստծո խոսքին, այդքանով էլ հավատացյալ ես։ Նայեք ինչ ա գրած։ Այս խոսքը ինձ շատ կյանք ա տվել, որ մեզ փրկեց, Սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերի նայելով, հապա նախասամանության շնորհքի նայելով, որ Քրիստոսով մեզի տրվեցավ հավիտենական դարերից առաջ։ Մարդկություն թամեն 61 դար է։ Հավիտենական դարից առաջ իմ մասին մտածող է եղել։ Հավիտենական դարից առաջ նայա, միա նայա եւ ոչինչ չկա։ Ամեն ինչ իր արարվածներն են, ամեն ինչ իր ստեղծվածներ են, բայց ինքը արարիչն է։ Նա կարա մի վայրկյանում 8 միլիարդ մարդին էլ այցելել, 8 միլիարդ մարդին էլ փրկել։ Նա ամբողջ մարդկության մեղքն է վերցրել իր վրա։ Դու հասկանում ես ինչ է կատարել նա։ 2-3 հատ մեղք չի վերցրել, ամբողջ մարդկության մեղքեր իր վրա։ Դու եթե միայն հավատաս, դու փառք տաս գիշեր ցերեկ, որ հավիտենական դարից առաջ ուզելա քեզ փրկել, քեզ կյանք տալ։ Փառք ես Հիսուս, շնորհակալ եմ։ Փառավորեք Տիրոջը։ Փառք տվեք այդպիսի Աստծուն, որ այդպիսի Աստծու հետ գործ ունեք։ Դու մեկի հետ գործ ունեք, որ նա հավիտենական դարից առաջ սպասում է ձեզ։ Պողոս Սարաքյալը որպես մեծ հոգևոր անձնավորություն նա հասկացել է այս բաները ինքը հասկացել է։ Վանզի ես միտքը չդրի ձեր մեջ ուրիշ բան մը գիտնալ, բայց միան Հիսուս Քրիստոս զայն խաչը ելած։ Եթե մեր հավատքը իր խաչելության վրա չի հենվում, սա գրված է 2 Կորինթացիս 2:2, առաջի Կորինթացիս 2:2։ Եվ տեսեք, այս մարդը, տեսեք ինչպիսի ասկետ է մեկը զիս թող չհոգնեցնե, վանզի Տեր Հիսուսի վերքի նշանը մարմնիս վրա կրում եմ։ Այս մարդը իր հավատք այնքան է խորացել, որ Հիսուսի վերքի նշաներ ուզում է կրի ինքը։ Այսինքն նա հասկանում է, որ Հիսուսի աղքատությունը, եթե նա խորը հասկացավ, հոգեպես կարստանա։ Որովհետև նա հասկանում էր
Քրիստոսի խաչելությունը խորությամբ։ Դրա համար նա ամեն ատեն կրում էր Քրիստոսի մահը։ Այդ աղքատությունը բացվել էր իրան։ Այսօր մենք կարող է Սուրբ Գիրք կարդանք, բայց Հիսուսի աղքատությունից ոչինչ չհասկանանք։ Դրա համար հոգևորության մեջ ոչինչ չունենք։ Այն ինչ որ Աստված տվել է, Սուրբ Հոգի տվել, այն էլ տրտմեցնում ենք, մարեսնում ենք, մեր խելքի հետ կանա։ Տրտմեցնենք, ինչքան կարանք տրտմեցնենք։ Նեղվում ենք, բարկանում ենք, բամբասում ենք, չարախոսում ենք, այլ բաների մեջ ենք խառնում, որ մեզ քիչ սազում։ Տրտմեցնում ենք Սուրբ Հոգում։ Փոխանակ Սուրբ Հոգին աշխարհից մեծ է։ Եզերքից մեծը եկել է քո մեջ։ Եվ դա քո շնորհիվ չի եկել։ Հիսուս եթե երկինք չմտներ, Սուրբ Հոգին չէր գա այստեղ։ Նա այդ տառապանքը կրեց, որպեսզի Սուրբ Հոգին գա երկիր։ Ասեց ես գնում եմ երկինք եւ Սուրբ Հոգին ուղարկեմ։ Եվ այդ Սուրբ Հոգին աշխարհից մեծ է։ Ինչի չենք հասկանում աշխարհից մեծ է, որտեղ նրա աղքատությունը չի բացվել մեզ։ Ինչ բառադի բան ասես հասկանում ենք։ Բայց իր աղքատությունը մեզ չի հետաքրքրում։ Իր ցածրանալը, ունայնանալը չի հետաքրքրում։ Օրինակ ոնց է եղել, որ ես հասկացել եմ, որ Հիսուսը խաչի վրա ճաշակել է կրակի լճի մահը։ Ոնց եղավ էդի հասկացա ես։ Մեղքի վարձքը կրակի լիճն է։ Ով որ մեղք է գործում, գնում է դեպի կրակի լիճ։ Հիմի պետք է կրակի լճի տառապանքը կրի, որ քո մեղքը քավի։ Այդ ոնց եղավ ես հասկացա։ Եվ որ ես տառապում եմ հին մարդի ձեռը, Սուրբ Հոգին բացեց ինձ, ասեց ես կրակի լճի ման եմ կրել քո համար։ Էդի գաղափար չի որ հասկանաս։ Էդի քարոզելով չեն հասկանում։ Արցունքի ձորում են հասկանում։ Ողբի ձորում են հասկանում։ Ով որ ողբում է Հիսուսի համար, որ արցունք է թափում նրա ոտերի վրա։ Մի հատ հարց տամ ձեզ։ Հիշում եք այն կինը, որ արցունք էր թափում Հիսուսի ոտերը լվում էր։ Բոլորս կարդում ենք էդի։ Հետաքրքիր է։ Մինակ ես կնոջ մասին է գրած տենց։ Ուրիշ մարդ տենց բան չի արել։ Ես խորը համոզված եմ, երբ որ նա ընկավ Հիսուսի ոտերը, բացվա, որ այդ ոտերը խաչվում են իր համար։ Այդ ոտերը մխվում են իր համար։ Դրա համար մեծ ողջ բարեց։ Բացվավ իրան։ Նա տեսավ Հիսուսի աղքատությունը, նսեմանալը, սաստի գոչելու ողբը։ Կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, որ նա սաստիկ ողբացել է։ Սաստիկ ողբացել է, կարդում ենք Սուրբ Գրքը։ Որ իր մարմնի օրերը սաստիկ գոչումով, արցունքով, աղոտ, աղաչանք, մատուցած անով որ կարող էր զինք մավանել ազատել, լսվեցավ իր բարեպաշտության պատճառով։ Սաստի գոչումով, արցունքով։ Այտենց ողբ միան Հիսուսն արել։ Ոչ մեկ տենց ողբ չի արել։ Ամբողջ աշխարհի մեղքը վերցնես քո վրա, ինչ ողբ պետք է անես։ Ինչ ողբ։ Մենք երկու հոգու մեղք չենք կարող վերցնենք մեր վրա։ Մեր Հիսուս ամբողջ աշխարհին է վերցնել։ Հələ վերցակ ամուսնու մեղքը վրա չի ապաշխարում։ Ողբա նրա համար։ Տղեդ մեղքը վերցակ ուրա, ողբա նրա համար։ Հարևանդ, հարազատդ, բարեկամդ, գյուղացիդ, ազգդ, ողբա նրա համար, որ նա դժոխք կա գնում։ Դժոխք հավիտյանը։ Դու հասկանում ես ուրա գնում քո հարազատը։ Քո հերը որ չի ապաշխարում։ Ես 20 տարի ողբացել եմ իմ ծնողների համար։ Շաբաթ 3 օր ողբերի մեջ եմ եղել եւ Աստված իմ ծնողներին բաշխեց ինձ։ Ապաշխարեցին երկուսը երկին գնացին, ջրով ոգու մգրտվան։ Եղբայրներ քուրեր, ողբացեք ձեր համար։
Եթե մարդ իր համար ողջ չի սովորել, ուրիշի համար կյանքում չի ողբա։ Նայեք Սուրբ գրքում։ Հոգևոր մարդիկ, Եզրասը, ողբ Երեմիան, որը ուզում եք վերցնեք, ողբի ճանապարհներ են անցել։ Մի հատ հարց տամ ձեզ։ Հովսեփին որցեցին, քսեցին այդ փոսի մեջ։ Ուզում էին մորթեին։ Այս մարդը ողբացել է թե չէ։ Տենես երկելով դուս եկավ։ Ինչ ողբեր արես խեղճ մարդը։ Մարդը չէ, աղբերները սպանում են իրան։ Ամեղ տեղ տարան քսեցին բանտը, են կինը զպարտեց։ Ողբի ճանապարհ են անցես մարդիկ։ Դրա համար հասել են հաղթանակի։ Արցունքով ցանիր, ցնծությամբ կնձես։ Փառավորվի նրա անունը։ Ես այդ Սաղմոսը միշտ ուզում եմ կարդամ։ Այդ Սաղմոսը շատ ուժեղ Սաղմոս է։ Եթե մենք հոգևոր մարդիկ ենք, պետք է գնանք այդ ճանապարհը։ Եթե չենք ուզում գնալ, այդ ուրիշ խնդրեմ է։ Նայեք ինչ է գրած։ Սպասելով սպասեցի Տիրոջը։ Մարդը պետք է հասկանա, պետք է հավատա, որ հոգի ունի, իր հոգու խնդիրները կարող է լուծել միայն հոգու արարիչը։ Հոգու ցավը, հոգու մեղքը, ազատագրողը, բժշկողը միայն Քրիստոսն է։ Ոչ մի քարոզիչ չի կարող իրան ազատի, ուր մնաց եղբայրներին քուրերին ազատի։ Սպասելով սպասիր Տիրոջը։ Սուրբ գրքում նայեք ինչքան մարդիկ ինչ ողբեր են արել Հիսուսին սպասելու։ Ինչ ողբեր են արել։ Ինչ արցունքներ են թափել։ Ինչ տառապանքներ են քաշել։ Սպասելով սպասեցի Տիրոջը։ Ծռեցավ ինձ, լսեց իմ աղակս։ Եթե Աստված հավիտենական դարից առաջ քեզ սիրում է, ուզում է քեզ կյանք տալ, ուզում է քո հոգին բժշկել, քո հոգին ազատագրել, նա քո ողբը, քո լացը, քո անկեղծ աղոթքը չի ընդունի։ Եթե նա հավիտենական դարից առաջ ուզեցել է փրկել քեզ, ազատել քեզ, սրբերի վիճակին մասնակից լինել, այդպիսի Աստված ուզում է քեզ փրկել։ Ոչ մեկի մի վստահեք, բայց սպասելով սպասեք Տիրոջը, ծռեցավ, լսեց իմ աղակը, զիս կորստյան փոսից, այս տղմալից կավից հանեց։ Այս մարդին հանել է։ Այս աղոթքը Դավիթի աղոթն է։ Դավիթը որ ընկավ մեղքի մեջ, ողբալով սպասեց Աստծուն։ Արցունք թափեց, բոլորը մերժել էին իրան, հարազատներ, բարեկամներ, սիրեկաներ, մինակ իրան ուզում էին սպանեին։ Նրա ողբը հասավ երկինք։ Տերը լսեց այս մարդի աղոթքը, ազատեց մեղքի փոսից եւ այս կավից էլ ազատեց։ Եվ տեսեք այս մարդի ողբից հետո ինչ ա գրած։ Ոտքերս վեմի վրա ամրացուց, քայլվածքս հաստատեց եւ բերանս դրավ նոր երկմը, մեր Աստծուն գոհությունը շատերը տեսնեն ու պիտի աղակեն։ Տիրոջ պիտի հուսան։ Եղբայրներ քուրեր, այս աղոթքը ես էլ եմ արել ժամանակին։ Երբ որ դու մի հատ սրտի խորքից աղոթք ես անում, այդ աղոթքը անպայման լսելու է Աստված։ Որտեղ դու աղոթք չես անում, քո երեխան բժշկվի, ուշադիր լսեք։ Դու աղոթք չես անում, որ քինդ լավնա, կամ ես ելինի։ Դու աղոթք ես անում, որ մեղքի փոսից, այս կավից ազատվես։ Քեզնից ազատվես, քեզի կորցնես, քեզ ատել սովորես, քեզ արամարել սովորես։ Հոբի նման բացվավ նրա աչքերը, ասեց աչքերս բացվավ, քեզ տեսնում եմ, անորամարի մանձս արամարում եմ, հողի մախրի վրա զղջում եմ։ Այս աղոթքը պիտի անես դու։ Եվ Տերը լսեց այս մարդի աղոթքը։ Դու մի աղոթի, որ ինչ-որ բանից պրծնես, աղոթի, որ քեզնից, քո կավից ազատվես։ Այդպիսի աղոթքը անպայման Հիսուս դրա համար եկի աշխարհ, որ քեզ
հանի քեզնից, ազատի քեզնից եւ նա որպես թագավոր ապրի ու քայլի քո մեջ։ Մենք ամեն օր հայր մեր ենք ասում, հայր մեր, քո թագավորությունը գա։ Աղոթքը պրծում ենք, մեր թագավորություն ենք մտածում։ 40 տարի, 50 տարի մարդիկ գիտեմ, աղոթել են հայր մերը, բայց թագավորություն չկա իրաց մեջ։ 50 տարի սուտ են խոսացել, 40 տարի սուտ են խոսացել, 10 տարի սուտ են խոսացել։ Ուր է թագավորությունը։ Իր թագավորությունը ինչ է, ուտելու խմելիք չէ, արդարություն, խաղաղություն, խնդություն Սուրբ Հոգով։ Դու երկու բառից նեղվում ես, երկու բառից վիրավորում ես։ Ուր է թագավորությունը։ Ուր է թագավորությունը։ Քո մեջ Քրիստոս իմ հոգու գահին ոչ մեկ իրավունք չունի նստելու բացի նրանից։ Իմ հոգու գահին ոչ մեկ իրավունք չունի բացի իրանից, որովհետև հոգու գահը, այդ հոգին ինքն արարել, ինքն է պետք է նստի իմ հոգու գահին։ Ոչ մեկ իրավունք չունի։ Ես ամեն օր մեռնում եմ, ամեն օր խաչվում եմ, ամեն օր ողբում եմ, որ Քրիստոս թագավորի մեջ հավիտյան։ Փառավորեք նրան, փառավորեք նրան։ Եթե ուզում ես նա թագավորի եւ դու սուրբ սիրտ ունենաս, այս խոսքերը պատահական խոսքեր չեն, որ գրված է գրքի մեջ։ Այս խոսքերը գրված են, որպեսզի մենք կարդանք եւ այդ խոսքի համաձայն աղոթք կանենք։ Տեսեք ինչ է գրած։ Ձերա մաքուր ջուրտի սրսկեմ։ Եզեկիել 36:25-27։ Ձերա մաքուր ջուրտի սրսկեմ։ Պիտի մաքրիկ ձեր բոլոր պղծուներից, բոլոր կուրքեն ձեզ պիտի մաքրեմ։ Լացի ասա Հիսուս ջան։ Ես ուզում եմ դու ոչ թե միան քարոզես, խոսաս, այլ քո խոսքը սրսկիր իմ հոգու մեջ։ Այդ խոսքդ մուրճա, այդ խոսքդ կրակա, այդ խոսքը բժիշկա։ Իմ հոգու մեղքերը, ցավերը, պղծուները, կուրքերը կարող են մաքրել եւ ազատել ես կավից, այս տխմալից կեղտոտ կավից։ Եվ ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ ձեր ներսիդի նոր հոգի պիտի դնեմ, ձեր մարմնեղեն քարեղեն սիրտը պիտի հանեմ, ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ, իմ հոգից ձեր ներսիդի պիտի դնեմ, ձեզ իմ օրենքներից մեջ քալել պիտի տամ, իմ իրավունքներս պիտի պահեք գործ տնեք։ Աստված խոստանում է սա անել, խոստանում է սիրելներ, խոստանում է նա սա անել, նա իր խոսքի հետևում կանգնած էակ է։ Եթե դու ուզում ես Աստծո սրբությունը ճաշակել եւ ապրել, մի ուրիշ համարել եմ կարդում քեզ համար։ Եվ եթե դու էսի անես, տեսեք ինչպիսի խոստում է տալիս Աստված, ինչպիսի օրհնություն է տալիս Աստված։ Այդ օրհնության մեջ դու կզարմանաս, կապշես։ Ամեն տեսակ գեշ բաներեն ետ կեցեք։ Կա ներսի գեշ բաներ, կա դրսի գեշ բաներ։ Ուզում եմ միլիարդ շահես դրանից, եթե տենում ես գեշա, հետ կայնի։ Գեշ բանից հետ կայնի, տեսեք ինչ ասում Աստված։ Եվ ինք խաղության Աստված ձեզ բոլորովին սուրբ անի, ձեր բոլոր հոգին, շունչը, մարմինը, անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ատենը հավատարիմ ան որ ձեզ կանչեց ու պիտի կատարեալ։ Սիրելներ, այսպիսի խոստում, անեն սուրբանի, որ անարատ մնաս մինչև իրա գալուստը։ Գնա այս գործն արա, հավատա այս խոսքին, մտցի այս խոսքը քո սրտի մեջ, ամեն տեսակ, ինչ տեսակ եշպան կլնի, հետ կացի։ Եվ խաղության Աստված, ասում է, ես քեզ քո հոգին, քո մարմինը, քո շունչը, անեն սրբեմ, անեն սուրբանեմ, անարատ մնաս, մինչև իմ փառավոր գալուստը։ Սենց խոստումով կարա տեսնեք բաց Հիսուսից, ճանաչիր նրան, ճանաչիր նրան, երկիրա ողորմություն արող ինքն է։ Եվ ընդեղ ասեց,
ճանաչեք ինձ, որտեվ ես եմ երկրի վրա ողորմություն արողը։ Այդպես չկարդացինք մենք 9-րդ գլուխ, երկրի ողորմություն, իրավունք, արդարություն ես կենեմ։ Եթե քո իրավունքը ծռում են, ինքն է ծռում։ Եթե քեզ ողորմություն անան, ինքն է ողորմություն անում։ Այս երեք խոսքերը կարևոր խոսքեր են։ Նայեք ինչ ասում։ Ողորմություն, իրավունք, արդարություն։ Քո հետ եթե անարդար են վարվում, ինքը հրամայում անարդար են վարվում։ Եթե քեզ հետ արդար են վարվում, ինքն հրամայում արդար են։ Երկրի վրա ասում է, երկրի ողորմություն, իրավունք, արդարություն անողը ես եմ։ Ես եմ։ Դու ուրիշից ես սպասում։ Երբ որ Քրիստոսի աղքատությունը հասկանաս դու, հասկանաս, որ այդ ողորմությունը, որ եղել է քեզ, իր շնորհիվ եղել։ Որևէ եղբայր չի արել, քույրիկ չի արել։ Մենք ինչքան գործել անենք, պետք է խոստովանենք, որ անպետք ենք։ Գրված է գրքի մեջ։ Եղբայրներ, քույրեր, ես աղաչում եմ ձեզ, խնդրում եմ ձեզ։ Արցունք թափեք նրա ոտերի վրա։ Խոնարհվեք նրա ոտերի առաջ։ Կոտրվեք նրա ոտերի առաջ։ Համբուրել սովորենք, որ նրա աղքատությունը բացվի մեզ։ Բոլոր հին ուխտի սուրբերին Քրիստոսի աղքատությունը բացված եղել, խաչելությունը բացված եղել։ Դրա համար նրանք հոգևոր փայլուն դեմքեր են եղել։ Պատկերացնում եք, մի հատ քեզի տիր Աբրամի տեղը, մի հատ որդի ունես, այդ որդուն ասում է, տար Մորիայի լեռների մեկի վրա զոհարա։ Կնոջ չես ասում, ծառաներին չես ասում, անգամ երեխուն չես ասում։ Հիմի երեխուն կապելա դրելա, դանակը վերցե, որ մորթի։ Դա ամեն մարդ կարանի։ Ինչի համար արեց այս մարդը։ Եվ Տեր ասեց, ես տեսա, որ վախեցար ինձնից։ Տիրոջ վախը սուրբ է։ Տիրոջ վախը կյանք է։ Նա տեսա, որ իր երեխան հարություն պիտի առնի։ Նա իր երեխային տեսել էր երկնային Երուսաղեմում նստած։ Բացվել է, որ երեխան հավիտյան է։ Այդ հողի մեջ չի կյանքը։ Այդ մի քանի կիլոմետրի մեջ չի կյանքը, կյանքը հոգու մեջ է, որ Աստծո հետ պիտի ապրի։ Հավատքը դեպի երկինք, դեպի հավիտենություն։ Մենք ստեղ չենք ապրելու։ Այսօր կանք 100 տարի հետո մեզից ոչ մեկ չի լինելու երկրի վրա։ Ոչ էլ երեխաներ, ոչ էլ մենք 100 տարի հետո։ Բոլորը մեռնելու են։ Եվ գնալու են ուն հավիտյան։ Կամ հավիտյան Աստծո հետ, կամ ոչ։ Այսօր ընտրիր քո հավիտենական Աստծուն։ Նրան ճանաչիր նրա աղքատությունը, որ նա հանուն քեզ գրեց ամեն տառապանք։ Հանուն քեզ։ Եթե նրան չես հավատում, նրան չես գնահատում, նրան չես փառավորում, նրան չես մեծարում, դու ինչ հավատացյալ ես։ Դու խղճուկ դժվար հավատացյալ ես։ Հավատացյալը պետք է իր Աստծուն շատ խորը մեծարի, գնահատի նրա տառապանքը, գնահատի նրա չարչարանքը։ Հայրը խաչի վրա թողեց իրան։ Ինչի թողեց։ Որտեղ ամբողջ աշխարհի մեղքը դեմներ։ Ամենամեղավոր աշխարհի եղել է Հիսուս երկրի վրա։ Սաղ մեղքը որ տնենք մեկի վրա, չի դառնում ամենամեղավորը։ Աստծո աչքին ամենաղոր եւ հայրը թողեց իրան։ Բայց ինքը այդ ողբերի մեջ ասեց. հայր, քո ձեռքերի մեջ եմ ավանդում իմ հոգիս։ Երանի մենք հասկանանք նրա տառապանքները, նրա չարչարանքները, նրա ողբը, կրակի լճի տառապանքը, նրա խորը աղքատանալը, հասկանանք, որ մենք նրա զավակներն ենք։ Դրա համար Պողոսը ասում էր իր վերքի նշաններն եմ կրում, որտեղ նա հասկացել էր այդ վերքերը ում համար ա եղել։ Երանի մենք հասկանանք դու ապրենք
Կաննենք աղոթքի եղբայրներ քուրեր։